Բարև ձեզ, եթերում օրակարգն է, այս թողարկման հիմնական լուրերը նախամարոտ։ Մարզային կառավարման ահռելի խնդիրներ, երկու անգամ երկուսը բացատրելու ջանքեր եւ անշարժ գույքի չգոհացնող մասնավորեցում, վարչապետը խստացնում է տոնը։ Մաքսավորները կանխել են պաստառի անվան տակ հավի միս ներկրելու փորձը, ԵԱՏՄ արտոնություններն ու դրանց չարաշահման փորձերը։ Ինչ սպասել ռուս-ամերիկյան ձնհալից, Հայաստանի փորձագետների սպասումները։ Արցախ այցելել է հանցանք չէ, բողոքի ցույց Վաշինգտոնում Բելարուսի դեսպանատան առաջ։ Եվ հացառատում գերեզմանափորները հայտնաբերել են 27 դարի հնության դամբարան, ինչ են պատմում 2000 տարի լռած գտածոները։ Պետական գերատեսչությունները 249 ներդրումային ծրագիր են ներկայացրել կառավարություն։ Կարեն Կարապետյանը կաբինետից պահանջում է գործի նկատմամբ վերաբերմունքը փոխել, ձևական թղթեր գրողներին չեն հանդուրժելու։ Մարզերում կառավարման խնդիրը կաղում է, հարցերը պետք է արագ ու կտրուկ կարգավորել։ Վարչապետն ասել է, շատ կոշտ հետևելու է կատարողականներին։ Գործադիրի ղեկավարը հերթական հաշվետվություններն է պահանջել պաշտոնյաներից քննադատել ու կոշտ հանձնարարականներ տվել։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հավաքել ամփոփել է ներդրումային ծրագրերը։ 249 նախաձեռնություն կա, որոնց որ ֆինանսական աղբյուրները պարզ են, որոնց մոտավորապես անալիզը ցույց է տալի, որ կիրագործվի 17 թվականին եւ շարունակական կանցնի 18 թվականին։ Մարզերից ստացվող ներդրումային ծրագրերը եւս վարչապետի պահանջով պետք է ներառել ցանկում։ Հանդիպումներ ունենալով գրեթե բոլոր մարզերում Կարեն Կարապետյանը եզրակացրել է, համայնքներում կառավարչական մակարդակի սարսափելի մեծ խնդիրներ կան եւ երբեմն անհրաժեշտ է լինում շատ ժամանակ ծախսել բացատրելու համար, որ երկու անգամ երկուսը 4 է։ Նույն բանը անում ենք մեր համակարգում։ Անընդունելի է։ Շատ կոշտ ես հետևելու եմ կատարողականներին։ Կատարողականները, որոնք որ ատպիսկա են, դա գործընկերային էթիկայի խախտում է։ Ռեֆորման հանգիստ ռեժիմը առանց շունչը կտրվելու չի կատարվում։ Օրները պետք չէ երիքի մեզ։ Պետգույքի կառավարման վարչության պետը զեկուցել է, որ մասնավորեցման նոր ծրագիր է կազմվել, բայց վարչապետը մեղմ ասած դժգոհ է պետության ունեցված կանշարժ գույքի կառավարման որակից։ Մենք լիքը գույք ունենք, ինձ թվում է, որտեղ տնօրենը տարի վատ թվեր է բերում, ոչ տնօրեն ենք անում, ոչ մի բան չենք անում։ Չի դզվելու դա։ Այսինքն չի կարելի էս ամեն ինչին հանդուրժել սենց հանգիստ։ Իսկ այն յառի պետական կառավարիչները, որը տարի մեզ ֆռստում են, Արման, այս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես։ Ձևակերպված է կոռեկտ հանձնարարականս։ Վարչապետը չի մոռացել վերջում ասել ամենի մասին տեղեկացնել հանրությանը։ Արմինե Ուդումյան, օրակարգ։ Բարեփոխումները նաև չարաշահողներ են լինում։ Չարաշահումներից մեկը բացահայտել է ՊԵԿ-ը, մաքսավորներին կասկածելի է թվացել Սառնարան բեռնախցիկով պաստառ տեղափոխելը։ Եվ նրանք չեն սխալվել։ Սառնարանում պաստառի փոխարեն սառեցված թռչնամիս է եղել։ 0-ից ցածր 11 աստիճան ցուրտ սառնարանային բեռնախցիկով պաստառ բերելու հայտարարագիրը չէր վրիպել մաքսավորների աչքից, ձեռներեցը փորձել էր պաստառի անվան տակ թռչնամիս ներկրել։ Ամբողջ փաստաթղթերով ներկայացված են եղել շինարարական պաստառներ, սակայն զննելուց հետո հայտնաբերվեցին, որ մեքենան ամբողջությամբ բեռնված է սառեցված հավի մսով։ Գործարարներն օգտվելով ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման ազատականությունից հենց սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը ներկրող ավերին Լարսում հայտարարագրել էր 22.5 տոննա պաստառ։ Ռենտգենաճառագայթային սարքավորում ստուգում զննում անցկացնելուց հետո նոր հայտնաբերվել են իրավախախտում։ Ըստ ԵԱՏՄ կանոնակարգի անդամ երկրներից ներմուծող մեքենաները սովորաբար չեն բացվում, դեպքը հետաքրքիր, սակայն բացառիկ չէ։ 2016-2017 թվականների ընթացքում մաքսային կանոնների 35 խախտում է հայտնաբերվել։ Լիանա Կարապետյան, Վահե Կոստանդյան, օրակարգ։ Հայ-գերմանական գործակցությունն արմատներ է գցում նաև արտակարգ իրավիճակներում, ինչպես զարգացնել հարաբերությունները քննարկել են Երևանյան առաջին արտակարգ իրավիճակների միջպետական համաժողովում։ Շուտով նաև հուշագիր կընկվի։ Գերմանացիները տեսել ու հավանել են մեր ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, պատրաստվում են նույնը մեր օրինակով իրենց մոտ անել, իսկ մեր փրկարարները Գերմանիայում կվերապատրաստվեն։ Սա առաջին լուրջ քայլերն են, որ մենք նախաձեռնում ենք արտակարգ իրավիճակների բոլոր ոլորտներին պետք է ուշադրություն դարձնել։ Այս գործակցությունը պետք է ծավալվի երկու կողմերում եւ իշահ երկու կողմերի։
Երևանի Մուրացյան հիվանդանոցում հունվարի 28-ին 4 օրական նորածին է մահացել։ Նա Երևան էր տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոնի, ծննդաբերությունը եղել է վակուումային միջամտությամբ։ Արմավիրի ծննդատան բժիշկների խոսքով խնդիրներ առաջացել են ծննդաբերության վերջին պահին եւ հենց դա է եղել պատճառը, որ կեսարյան հատման չեն դիմել։ Իսայան ընտանիքը մեղադրում է բժիշկներին, իսկ ծնունդն ընդունող բժիշկն այսօր աշխատավայրում չի եղել։ Երեխան տեղափոխվել է վաղ ծանր վիճակում, շնչական լուրջ խանգարումներով եւ ցնցումային համախտանիշով, դրվել է արհեստակաշնչառության սարքի, ունեցել է նաեւ ճնշման հետ կապված խնդիրներ, միացվել են հատուկ պրեպարատներ, հեղուկներ, արյան փոխարինիչներ, սակայն ցավոք սրտի 17 ժամ հետո երեխան մահացել է։ Այս դեպքի վերաբերյալ ավելի մանրամասն մեր հիմնական թողարկմանը, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։ Ալեքսանդր Լապշինի այցը Արցախ հանցանք չէ, Ադրբեջանին արտահանձնելու Բելարուսի որոշումն է հանցավոր քայլ, վստահ են ամերիկահայերը։ Ի պաշտպանություն ռուս բլոգերի, նրանք Վաշինգտոնում բողոքի ցույց են արել։ Վաշինգտոնում Բելարուսը դեսպանատան համար շենք է գնել քաղաքի սրտում, ուր շատ է անցուդարձը, շատ են տուրիստները։ Անցնողների մի մասը նկարում էին հետաքրքրվում թռուցիկներով։ Կանգ առատեցնելու ինչ է կատարվում, պետք է տեղեկացված լինել, ես էլ լրագրող եմ եւ սատարում եմ քաղաքացիական ազատություններին։ Լրագրությունը հանցանք չէ, Արցախ այցելելը հանցանք չէ, ամոթ Բելարուսին եւ մյուս կարգախոսներով անցավ Հայդատի գրասենյակի կազմակերպած հավաքը։ Կառույցի ղեկավար Արամ Համբարյանը եկել է ողջ ընտանիքով, համայնքային երկու փոքրիկ ակտիվիստների հետ միասին։ Նրանք փորձում են ճնշել լրատվամիջոցներին, որ մյուս լրագրողները վախենան եւ չայցելեն Արցախ։ Մենք պետք է խափանենք այս վտանգավոր նախադեպը։ Ղարաբաղ լրագրողների այցերը կարևոր են, քանի որ նրանք աշխարհին տեղեկացնում են ադրբեջանական ագրեսիայի մասին։ Մենք ասորական քրիստոնյա համայնքի շահերը պաշտպանող կառույց ենք, բայց ես նաեւ հայկական ծագում ունեմ եւ այստեղ եմ պարոն Լապշինի ազատ արձակումը պահանջելու։ Նյու Յորքում հավաքը Բելարուսի հյուպատոսության մոտ էր, հանցանքն Արցախ այցելելը չէ, այլ Լապշինին Բաքվին հանձնելը, նշում էին նյույորքցի հայերը։ Այդ երիտասարդը պետք չէ զրկվի Ադրբեջան, որովհետև այո, անմարդկային, սխալ, անմարդկային եւ ոչրակորցություն է։ Նահանգներում երբեք առանձնապես դրական չի եղել մոտ 40 դար Բելարուսը ղեկավարող Լուկաշենկոյի վարկանիշը, իսկ երկրում քաղաքացիական գերակտիվության վերջին շրջանում Բելարուսի նման դիրքորոշումը միայն խորացնում է Բելարուս պետության եւ անձամբ Լուկաշենկոյի վարկանիշի ճգնաժամը Միացյալ Նահանգներում։ Հայկ Նահապետյան, օրակարգ, Վաշինգտոն։ Կանադական Քվեբեկում զինված անձինք երեկոյան աղոթքի ժամին ներխուժել են տեղի մզկիթներից մեկը եւ կրակ բացել։ Բռնարարքի հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Հանցագործներից երկուսը ձերբակալվել են։ Լրատվամիջոցները նշում են, որ հարձակվողները 3-ն են եղել, նրանք դիմակ են կրել ու կրակ բացելիս բացականչել են Ալլահի անունը։ Կանադայի իշխանությունը բռնարարքը ահաբեկչություն է որակել։ Դոնալդ Թրամփը մեղադրում է իր կուսակից սենատորներ Ջոն Մաքքենին եւ Լինսի Գրեմին, ըստ Միացյալ Նահանգների նախագահի նրանց գործողությունները կարող են երրորդ աշխարհամարտի պատճառ դառնալ։ Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչները քննադատել էին Թրամփին միգրացիոն կոշտ քաղաքականություն վարելու համար։ Սպիտակ տան ղեկավարը սենատորներին խորհուրդ է տվել զբաղվել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարով եւ չխառնվել երկրի կառավարման գործին։ Թրամփի արտաքին քաղաքականությունը կտրուկ եւ հետաքրքիր երանգներ է ստանում։ Դիվանագետ Արման Նավասարդյանի համոզմամբ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող Հայաստանը նաեւ արևմուտքի համար տարածաշրջանային լուրջ գործոն դառնալու մեծ ներուժ ունի։ Մոսկվան եւ Վաշինգտոնը դրական են գնահատում երկու գերտերությունների ղեկավարների առաջին հեռախոսազրույցը։ Պաշտոնական արձագանքից հետո փոքր եւ միջին պետությունները դիտարկում են իրենց հետագա ճակատագիրը ռուս-ամերիկյան հարաբերության զնհալից հետո։ Մոտ ժամանակներս նրանք կարող են խոսել նաև Կովկասյան ուղղությամբ։ Հայաստանը պետք է մեկ քայլ առաջ անի։ Միանշանակ նա կարող է շահել, եթե ճիշտ աշխատի։ Միջազգային հանրության լիիրավ անդամ լինելը մեծ հնարավորություններ է բացում նաև Հայաստանի ամրապնդման եւ զարգացման համար։ Այս ուրեմն երկխոսությունը նոր ստարտ կարող է հաղորդել Հայաստանին, նոր մեկնարկ, որպեսզի մենք այդ քաղաքական գիծը շարունակենք եւ Ռուսաստանի հետ եւ Միացյալ Նահանգների հետ։ Այստեղ պետք չէ մոռանալ հայկական Սփյուռքի գործոնը։ Հայաստանի մեկ այլ կարևոր գործառույթը կապող օղակի դերն է Մոսկվա-Վաշինգտոն եւ Մոսկվա-Թեհրան հարաբերություններում։ Ռուսաստանը
մնում է մեր հիմնական դաշնակիցը, մենք չենք կարող այդ դաշնակցային կապերը անտեսել եւ նույն ձևի ասենք մոտենալ Միացյալ Նահանգների հետ, բայց Միացյալ Նահանգների արևմուտքը շատ բարյացակամորեն են տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Նախկին դեսպանը ոչ թե կամ, այլ եւ քաղաքականության կողմնակիցն է։ Սոնա Աղվալյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Սահմանի մասին Արցախի առաջնագծում անցած գիշեր հարաբերական հանգիստ է եղել, Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 15 անգամ, արձակել ավելի քան 90 կրակոց, հայ դիրքապահները չեն պատասխանել հակառակորդին։ Արցախյան հաղթանակում ու հայկական բանակի կազմավորման գործում ներդրում են ունեցել նաև վիրահայերը, հայկական զինված ուժերի 25-ամյակը լավ առիթ էր հիշելու այդ մասին, նաև հարգանքի տուրք մատուցելու Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում ամփոփված հայ ազգի զինվորականների հիշատակին։ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին է։ Այստեղ եկեղեցու բակում են ամփոփված հայ ազգի հայտնի զորավարներ Լորիս Մելիքովը, Արզաստեր Ղուկասյանը եւ ուրիշներ։ Հայոց բանակի տոնը վիրահայոց թեմն ու հայ համայնքը սկսում են հենց նրանց հիշատակը հարգելով։ Նրանք այն զորավարներ են, որ հայոց պետականության բացակայության պայմաններում ռուս-թուրքական պատերազմի ընթացքում մասնակցել են հինավուրց հայկական բնակավայրերի ազատագրմանը։ Ես կուզենայի բանակին մաղթել, որ ինքը նվազագույն օգտագործի բանակին վերապահված ծանր գործողություն։ Արցախյան գոյամարտում էլ քիչ չեն եղել վիրահայ կամավորները, որոնց եռանդն այսօր էլ չի նվազել։ Այն մոմենտին, երբ որ մեր հայրենիքը կգտնվի դժվար դրության մեջ, միշտ պատրաստ լինենք, պաշտպանենք, կանգնենք մեր հայ զինվորի կողքին։ Բանակի տոնի առթիվ Վրաստանում Հայաստանի դեսպանատան ընդունելությանը ներկա վրացի պաշտոնյաների ու զինվորականների մաղթանքը նույնն է։ Խաղաղություն եմ մաղթում հայոց բանակին ու հայ ժողովրդին։ Եթե հակառակորդը կրկին փորձի իր բախտը, վստահաբար 25-ամյակը կարող ենք նշանավորել ավելի փառավոր հաղթանակներով։ Սփյուռքի ամենամոտ համայնքում հայոց բանակի տոնի օրը հայրենասիրական երգերի պակաս չկար։ Ռուզաննա Վարդերեսյան, Գիվի Փեյքրիշվիլի, օրակարգ, Թբիլիսի, Երևան։ Մեր բանակի 25-ամյակը տոնել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, Սանկտ Պետերբուրգում ծաղիկներ են խոնարել Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի շիրմաքարին։ Տոնական միջոցառումների հերոսներն էին հայ կուրսանտներն ու սպաները եւ նրանց ավագ զինակիցը հայոց բանակի կազմավորմանը մասնակցած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Вы стоите здесь у могилы великого человека. Դուք կանգնած եք մեծ մարդու շիրիմի մոտ, երբ ստեղծվում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, մեզ հրավիրեցին Հայաստան։ Ստեղծում էինք զորքերի բոլոր տեսակները մշակված հայեցակարգի համաձայն։ Եվ Քրիստափոր Իվանյանը ստեղծեց սկզբում Լեռնային Ղարաբաղի հրետանային զորքերը, իսկ այնուհետև նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրետանին։ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում ժամերգությունից հետո կատարվեց քաղաքի ռազմական բուհերում սովորող հայ կուրսանտների եւ սպաների օրհնության կարգ։ Տոնական միջոցառման շրջանակում խոսվեց անցած 25 տարիների ձեռքբերումների եւ հայոց բանակի արչեւ ծառացած մարտահրավերների մասին։ Այս 25 տարին ապացուցեց, որ հայոց բանակը Հայաստանի Հանրապետությունում կայացած կառույցն է։ Կուրսանտներին եւ սպաներին շնորհավորեցին նաեւ հայ համայնքի հոգեվոր եւ աշխարհիկ ղեկավարները, քաղաքի ռազմական բուհերի ղեկավարության ներկայացուցիչներ, Հայաստանի պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության Սանկտ Պետերբուրգի ազգային խմբի ղեկավար գնդապետ Սերգեյ Գևորգյանն ու գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նախարարության պարգևներ հանձնեցին ազգային խմբում լավագույն սովորողներին եւ կարգապահ սպաներին։ Գոհար Մարտիրոսյան, օրակարգ, Սանկտ Պետերբուրգ։ Հայուսանողները կարող են անվճար սովորել Ռուսաստանի լավագույն բուհերում։ Քննությունները հանձնելուց հետո նման հնարավորություն կընձեռվի 187 հաջողակի։ Ծրագրի միակ նախապայմանն է, որ ավարտելուց հետո շրջանավարտն աշխատանքի անցնի հայրենիքում։ Դիմումների ընդունումը կսկսվի չորեքշաբթի ու կտևի 15 օր։ Բարձրորակ կրթություն ռուսական ձեռագրով ու ռուսական լավագույն բուհերում 2017-18 ուսումնական տարում օտարազգի ուսանողներին տրամադրվող 15,000 անվճար տեղերից Հայաստանին հատկացվել է 187 տեղ, բայց այս թիվը վերջնական չէ։ 187 տեղերը երաշխավորված են, բայց եթե ընտրական փուլում լինեն լավ թեկնածուներ այն մասնագիտություններով, որոնք կարևոր են Հայաստանի զարգացման համար, ապա մենք պատրաստ ենք վերանայել լրացուցիչ տեղերի ցանկը։ Մեր երկրի կրթական գերատեսչությունը նախապատվությունը տվել է ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա գիտություններին եւ IT մասնագիտություններին։
4-ից 6 տարի հետո այստեղ Հայաստանում կսպասենք մեր ուսանողներին եւ ամեն ինչ կանենք նրանց աշխատանքով ապահովելու համար, որպեսզի նրանք եւս կարողանան նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը։ Իսկ մինչև դրան հասնելը դիմորդը պետք է ռուսաց լեզվի իմացության եւ նեղ մասնագիտական քննություն հանձնի։ Իհարկե ատեստատի կամ դիպլոմի միջին գնահատականները պետք է բարձր լինեն։ Բոլոր դիմորդները կարող են գրանցվել Ռաշակետ Սթադիկայի կեջում, լրացնելով դիմումաթերթիկը ավտոմատ կերպով կհայտնվեն մրցույթի ընտրական ցուցակում։ Ռուսական բուհերի դռները բաց են ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում եւ օրդինատուրայում սովորելու համար, իսկ ուսման եւ կեցության ծախսի մասին մտահոգվելու կարիք չկա։ Ծրագիրն անվճար է։ Դիմորդից պահանջվում է միայն բարձր առաջադիմություն, փոխարենը խոստանալով լավ հեռանկար։ Հասմիկ Առաքելյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվանօրը հունվարի 29-ին նրա տան մոտ ֆլեշ մոբ է տեղի ունեցել։ Այս կերպ մշակույթի նախարարությունը փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել ոչ միայն Արամի 9 հասցեում գտնվող, այլև մայրաքաղաքի մյուս պատմամշակութային հուշարձանների պահպանության ու արժևորման խնդիրներին։ Այստեղ ապրել է Արամ Մանուկյանը։ 3 տարից տենք, բայց չգիտենք։ Պետքա որ իմանայի, ամոթինց։ Երևանցիների մեծ մասը նույնպես չգիտեր, թե ինչով է հայտնի Արամի 9 հասցեի կիսաքանդ շենքը։ Նախորդ դարասկզբին Երևանի Ցարսկայա փողոցում կառուցված եւ հիմա արդեն հիմնավորապես խարխլված շենքն այսօր պաշտպանված է օրենքով, նաեւ ներառված է հին Երևան նախագծում։ Որքան որ ես տեսել եմ բավականին լավ պարկեշտ եւ գեղեցիկ նախագիծ է եւ կարծում եմ, որ կառուցումից հետո մենք կունենանք շենքը այնպիսին, ինչպիսին եղել է։ Այս առումով կարծում եմ վտանգ չի սպառնում։ Արամ Մանուկյանի մահվան տարելիցի օրը կազմակերպված հատուկ ֆլեշմոբով մշակույթի նախարարությունը սկսում է տևական քարոզչական ակցիա, փորձելով պատմամշակութային հուշարձանները մշտապես պահել հանրային ուշադրության ու հոգացության կենտրոնում։ Նախաձեռնությունն անարձագանք չի մնացել։ Աչքի լույսի պես պետք է պահել։ Այն էլ այն շենքը, որը պատկանել է, որտեղ ապրել է մեր ամենամեծ երախտավորներից մեկը Արամ Մանուկյանը։ Հայաստանի փոքրիկ երգիչները կերպարանափոխվել են։ Նախորդ դարասկզբի մթնոլորտը ոչ միայն երգով փոխանցելու համար, նաև հիշեցնելու, որ դժվարագույն ժամանակներում հենց այստեղ է կերտվել անկախության պատմությունը։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Գեղարքունիքի հացարատ գյուղում ուրարտական շրջանի դամբարան են հայտնաբերել, այն ըստ հնագետների մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում է կառուցվել։ Նմուշներն ուսումնասիրելուց հետո կուղարկվեն պատմության թանգարան։ Ահա, վերջանքի առարկաներ կան։ Զարդերը, կավանոտներն ու խեցե տարան բացառիկ նմուշներ են։ Պահպանության ծառայության լաբորատորիային հասել մեր թվարկությունից առաջ 7-րդ դարից։ Հիմա դրանք մաքրվում են, վերականգնվում ու ամրացվում։ Որպես խեցի շատ քիչ են, տեսակով կարող է նման լինեն, բայց իր գեղեցկությամբ առանձնահատուկ տեղ է գրավում։ Գտածուն 27 դար պահպանել է անհայտ դամբարանը, որը պատահաբար հայտնաբերել են գերեզմանափորները։ Արտասովոր իրեր, մարդկային ոսկորներ նկատելով հնեաբանների են հրավիրել, գործը ժամանակավորապես դադարեցրել են գտածուն չվնասելու համար։ Շատ հետաքրքիր հնագիտական նյութ է, կարելի է տասնյակ տարիներ պեղել այդ տարածաշրջանում եւ չհանդիպել նման հուշարձանը եւ պատահաբար այն բացվում է։ Դամբարանում կավե իրերի կողքին նաև 5 մարդու ոսկորներ են եղել, մեկը մեծահարուստ, 4-ը նրա ուղեկիցները։ Կանգի վերականգնումից հետո սառատարիքային բոլոր բնորոշումները իրականացվեն։ Դամբարանում Ուրարտուի ժամանակներին բնորոշ թաղման ծիսակարգով խմբակային թաղում է տեղի ունեցել։ Մեծահարուստ հանգուցյալին 4 ամենանվիրված մարդիկ հենց թաղման ժամանակ ինքնազոհաբերվել են։ Խոսում է այն մասին, որ ուրարտական Վանի թագավորության շրջանում Սևանի ավազանը 7-րդ դարի կեսերին դարձյալ կարևոր ռազմաքաղաքական դեր է ունեցել այս պետության քաղաքական, տնտեսական եւ մշակութային գործընթացներում։ Դամբարանը հացառատի գերեզմանատան դիմաց գտնվող Բերդի ամրոցի տարիքին է։ Տեղանքի ուսումնասիրությունները կվերսկսվի գարնանը, անձրևներից հետո։ Լուսին Մկրտչյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Մեկնուր գեղեցկության աշխարհից 23-ամյա ֆրանսուհի Իրիս Միտեննարը հաղթել է Miss Tiezer գեղեցկության մրցույթում։ Լավագույնների եռյակում տեղ են զբաղեցրել նաև Հայիթիի եւ Կոլումբիայի գեղեցկուհիները։ Ֆրանսիան մինչև այժմ միայն մեկ անգամ էր հաղթել Miss Tiezer մրցույթում հեռավոր 1953-ին։ Իդեպ մինչև վերջերս գեղեցկության այս հեղինակավոր մրցույթի անցկացման իրավունքները պատկանում էին Դոնալդ Թրամփին։
Եղանակի մասին մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում թեև հիմա արև է, բայց այն երկար չի տևի, վաղը կեսօրից հետո ամբողջ հանրապետությունում ձուն կտեղա, իսկ փետրվարի 2-ից 3-ը ջերմաստիճանը կնվազի ընդհուպ մինչև -30-ի։ Այս պահին փակ են Վարդենյանց լեռնանցքը, մի շարք միջհամայնքային ճանապարհներ, որոշ տեղերում նաև մերկասառույց է։ Ստեփանցմինդա Լարսը բաց է անվաշղթաների կիրառման դեպքում առանց կցորդիչի։ Եվ օրակարգի օրվա կադրը դիրքապահ մեր զինվորի օրը միայն հունվարի 28-ը չէ, դրանից առաջ ու հետո էլ, ով ինչպես կարող է, մեծարում է նրան։ Զինվորի թիկունքին լինելը պատիվ է նաև օրվա կադրում հայտնված տաքսիստի համար։ Այսքանը օրակարգը կամփոփենք մեր գլխավոր թողարկմանը երեկոյան 9-ին։